Երկու անչափահասի կյանք խլած վթարը տեղի է ունեցել այստեղ։ Ըստ ականատեսների կվադրոցիկլը վարողը գերազանցել է թույլատրելի արագությունը։ Վթարից հետո վարորդը դիմել է փախուստի։ Ժամեր անց սակայն նրան ձերբակալել են։ Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է մարդկանց։ Բնակիչները խուսափում են տեսախցիկների առաջ խոսել, բայց նշում են, որ կվադրոցիկլները պատկանում են Ծաղկաձորի Ալի կանոնով այս քաղաքում հայտնի մարդու։ Դրանց օրինական լինել-չլինելուն ոչ ոք տեղյակ չէ, միայն շեշտում են, որ դեպքից հետո տարածքից հավաքել ու թաքցրել են դրանք։ Կվադրոցիկլների օրինական լինելու դրանց համար պատասխանատուներ գտնելու փնտրտուքով փորձեցինք կապ հաստատել համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։ Իսկ դեպքի վայրից փախուստ կատարած վարորդը մեղադրվում է քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով համապատասխան տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունենալու համար։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հերքում է տեղեկությունները, թե վարորդը ոչ սթափ վիճակում է եղել։ Քարանիվի կողաշրջման հետևանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 2-ը մահացել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով 1 անձ ձերբակալվել է։ Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտներն էին վթարի հետևանքով մահացած աղջիկները։ Ծաղկաձոր էին գնացել էքսկուրսիայի, դասղեկի ու ծնողների ուղեկցությամբ։ Այսօր տեղի է ունեցել նրանցից մեկի հուղարկավորությունը, մյուսի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, մայիսի 27-ին։ Թիվ 29 դպրոցում այսօր սովորականից լուռ էր, ուսուցչական անձնակազմն ու տնօրենը չեն ցանկանում խոսել պատահարի մասին։ 10-րդ դասարանում սովորող 4 աշակերտ որոշել է կվադրոցիկլ նստել։ Ուղեկին եղած մարդն էլ ըստ ծաղկաձորցիների Ծաղկաձորցի Ալիկի կվադրոցիկլի տիրոջ որդին է։ Դեպքին ականատես ծնողները սոցցանցերում գրել են, որ այս դասարանի մյուս երեխաները միայնակ են վարել կվադրոցիկլը, միայն 4 աշակերտներ են վախեցել ու որոշել են միայնակ չվարել այն։ Ով է պատասխանատու անչափահասների մահվան համար դեռ պարզ չէ։ Ծաղկաձորում շատերն ունեն այդ փոխադրամիջոցը, բայց դեպքից հետո դրանք վերացել են քաղաքից։ Սադամ Ակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։